Սիրելի գործընկերներ, նախ, հա ինչ ես իրավունք ունեմ, բայց ելույթ ունենամ։ Ձեր ցավը տանեմ, էսի նոր քվեր բաներ, չէ՞։ Նոր մտքերի փոխանակություն է, չէ՞։ Հետևաբար ես։ Հարգելի գործընկերներ, հիմա ուշադիր։ Նախ Քրիստինե Վարդանյանի համար հատուկ։ Այս պահին Հայաստանում ընդդիմադիր համայնքապետերն են Մասիսի, Նոյեմբերյանի, Գորիսի, Կապանի, Տաշիրի, Աբովյանի, Չարենցավանի, Բյուրեղավանի, Նոր Հաճնի, Բերդի, Եղեգնաձորի, Ապարանի, Քաջարանի, Վարդենիսի, Թումանյանի համայնքապետերը։ Էլի կան համայնքապետեր, որոնք բան չեն։ Ինչ եք ընդհատում։ Ինչ եք ընդհատում ինձ։ Ինչ եք ընդհատում ինձ։ Ես ձեզ ընդհատում եի։ Դե լռեք։ Հաջորդը։ Այս ընդդիմադիր համայնքապետեր են, կան նաև ոչ իշխանական համայնքապետեր, որոնք ընդդիմադիր դիրքավորված չեն։ Այս թվարկեցի, չէ՞, հիմա իրանցից ով է բանում, ում են հեռացրել ուժով, ով է բանտարկված, ոչ ոք։ Հաջորդը։ Ես ես ուզում եմ հիշեցնել, որ օրինակ Վաղարշապատ համայնքի համայնքապետը ՔՊԻ-ից էր, որը հեռացավ, ու եթե չեմ սխալվում, ես վերջերս էլ մամուլում կարդացի, որ մեղադրանք է իրան առաջադրված։ ՔՊԻ-ից է, հասկանում եք։ Սա ապացույցն է այն բանի, որ մեր դեպքում տարբերություն չկա, ով որ ուժից է։ Եթե կա կասկածանք, պիտի քննվի։ Հաջորդը, պարոն Մինասյան, ստուգեցի։ Եվ պարզվեց ինչ։ Պարզվեց պարոն Չարչյանի գործը, փաստաբանն է, փաստաբան Էրիկ Ալեքսյանը նշել է, օրինակ, 4 տարի անց վերջնականապես ավարտվեց պրոֆեսոր Արմեն Չարչյանի քրեական գործը, Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց եւ այլն։ Այսինքն ավարտվել է։ Հիմա սպասում եմ ձեզ, եկեք դատապարտեք։ Ձեր հետ առաջարկում եմ դատապարտել եւս մեկ բան։ Պատիվ ունեմ Դաշինքի ներկայացուցիչը, եթե չեմ սխալվում, դատապարտվել է 2021 թվականին ընտրակաշարք բաժանելու համար։ Խնդրում եմ, եկեք ստեղից դատապարտեք, չեմ ասում պատիվ ունեմ Դաշինքին դատապարտեք։ Դատապարտեք ընտրակաշարքի համար դատապարտված անձին։ Դա կլինի ազնիվ, դա կլինի անկեղծ, դա կլինի սկզբունքային, դա չի լինի երեսպաշտ։ Շնորհակալություն։